Ինչ-որ մեկը ստեղ անկարգություն անում կամ աշխատանքային ժամին ընդհանուր բաժին գոյություն ունի։ Մի հատ ասեք թող դուրս գան։ Խառնել են լրիվ իրար։ Ընդմիջման ժամը չի ավարտվել, կներեք։ Ընդմիջման ժամն էլ ավարտվի, զատիկպես սփխեչը կտրել է իրանց։ Պրոստը իրանք տեղյակ չեն։ Ինչու ոստիկանները փակեցին ճանապարհը, եկեք հարցնենք։ Սա քննչական վարչության շենքն է, ազատ տարած քաղաքացիների շարժի, տեղաշարժի համար, սա էլ քննչական վարչության դուռն է, մուտքի ու հետո գրասենյակն է, որտեղ մենք պիտի մուտքագրենք մեր դատավարական փաստաթղթերը։ Հիմա հարգելի լրագրողներ, եկեք համատեղ հարց տանք, այս բեմադրությունն ինչի մասին է։ Եթե չկարողանանք այդ դիմումը մուտք անել, մենք դիմումը մուտք ենք արել էլեկտրոնային եղանակով եւ զավեշտը այն է, որ քիչ առաջ Տիկին Ֆանյան դրա մասին նշեց, որ քննչական կոմիտեն անհապաղ պատասխան է ուղարկում, որ ձեր դիմումի կից օրինակը, որտեղ որ մեզ հանձնարարվում է, հա, ըստ հանձնարարության ինստիտուտի ստանձնել շահերի պաշտպանությունը ներսում գտնվող հոգևորականների իբրև կցված չէ, բայց մենք ձեր գործընկերներին հնարավորություն ունեցանք ցուցադրելու Տիկին Ֆանյանի հեռախոսում մեյլի այն մասը, որտեղ որ հստակ երևում է, որ կցված է տվյալ դիմումը եւ մեր հանձնարարությունն այստեղ պատշաճ է։ Իսկ այս բեմադրությունն ինչի մասին է, այն դեպքում, երբ որ մենք քաղաքացիներս ազատ ելումուտք ունենք ընդհանուր բաժին կոչվող տարածք, որտեղ կատարվում է փաստաթղթաշրջանառություն եւ դիմումների մուտքագրման կամ ստացման եղանակով մենք մեր իրավունքների եւ մեր վստահորդների իրավունքների շահերի պաշտպանություն ենք իրականացնում։ Ավելի վատ, պարոն Աղարոնյանը քիչ առաջ դուրս եկավ ներսից, երևի տեղյակ եք, հա, դրա մասին, հա, պատասխանեց, չէ, ձեզ, որ ասել են, որ պետք է սպասենք։ Սա աննախադեպ բան։ Իրենց հրավերին պետք է սպասենք, ինչը անթույլատրելի է եւ ես արդեն ենթադրում եմ, որ եթե 5-րդ ժամն է վկայի կարգավիճակ ունեցող հոգևորականները, դեռևս առավոտյան ժամը 10:00-ի դրությամբ, այս պահին արդեն դատավարական կարգավիճակի կամ փոփոխություն են անում, կամ դատավարական գործողություններ են անում, վարութային գործողություններ են անում, որի իրավունքը բացարձակապես չունեն, մի պարզ պատճառով անձի պաշտպանության իրավունքը բացարձակ իրավունք է եւ դա պետք է ապահովվի։ Իսկ հիմա մենք այս խախտումները տեսնում ենք, արդեն հիմիկվանից համ տեղեկացրեցիք, կներեք եւ չէ, ինչը այդ որն է, ինչն է պատճառը։ Ընդմիջում ասենք ինչ կա, օրվա ում եք փոխանցել, ոստիկանին ծառայող։ Մուտքը ապահովող ոստիկանին, թե փոխանցեն ասեն, ես տեղեկություն ունեմ, ես փոխանցեմ։ Ինչ տեղեկություն ունենան, մենք ուզում ենք մտնենք ընդհանուր բաժին եւ փաստաթուղթ հանձնենք, որը որ օրենքով թույլատրելի է։ Այսա տեսնում եք հարգելի ոստիկանական պատի իմաստը որն է, դա էլ կասեք։ Որ դուրը չթակենք երևի։ Ոստիկանական պատ կազմելու իմաստը որն է։ Դալի մենք ծառայություն իրականացնում։ Ծառայության իմաստը որն է։ Իմաստը կա, որ իսկայն հարկավություն Այսինքն արձանագրում ենք, որ քննչական կոմիտե խոչընդոտում է բեմա ենթարկվածների պաշտպանական Այո, մենք արդեն հաղորդում ենք ներկայացրել 2 ժամ առաջ եւ ոստիկանության Տիկին Ֆանյան, եկեք, հաղորդում ենք ներկայացրել ոստիկանություն, նաեւ ՄԻՊ-ին ենք իրազեկել, ՄԻՊ-ը մեր ահազանգից 5-րդ ժամը անցավ, բարեբախտաբար մասնագետները ասեցին, որ ժամանել են, հետևի մուտքով կարողացել են վերև բարձանալ։ Կարողացել են հանդիպել ձեր վստահորդներին։ Ինչ իմանանք։